Գեղանկարիչներ Էդգար Էդարյանի և Սամվել Զոհրաբյանի աշխատանքներն են ներկայացված Վանաձորի կերպարվեստի թանգարանի ժամանակավոր ցուցասրահում։ Ցուցահանդեսի գաղափարը վաղուց են ունեցել, արդյունքում որոշել են համատեղ ցուցահանդեսով ներկայանալ ծննդավայրում։ Ներկայացված է նկարիչների տարբեր տարիների ստեղծագործություններ, այս տարվա նոր ստեղծված գործեր էլ կան, ու հետաքրքիր է, որ երկուսն էլ շատ համարձակ փորձարկումների են գնում, կարողանում են եւ գույնի հետ խաղալ, եւ ձևի հետ խաղալ, ու շատ լավ է ստացվում է դա նրանց մոտ, վստահ եմ, որ հետագայում նույնպես կունենանք նրանց ցուցահանդեսներից։ Նկարիչները մասնակցել են տարբեր խմբային ցուցահանդեսների, սակայն որպես անհատական ցուցահանդես սա առաջինն էր։ Սամվել Զոհրաբյանի համոզմամբ անհատական ցուցահանդես ունենալու ու արվեստասերներին ներկայանալու համար տարիներ են պետք։ Զոհրաբյանն ասում է. առաջին վրձնահարվածից հետո նկարում է այն, ինչ մուսան է թելադրում։ Ներկապնակն էլ անընդհատ կարող է փոփոխվել։ Այստեղ ներկայացված են նրա աշխատանքներից մոտ 2 տասնյակը։ Ինձ հետաքրքրում է նկարչության մեջ գեղեցիկը եւ միստիկան։ Եվ պետք է լինի գեղեցիկ եւ ինչ-որ բան, որը անբացատրելի է։ Անբացատրելի է նույնիսկ ինձ համար։ Ես ինչ-որ ձևով փորձում եմ կռահեմ, ինձ թվում է կռահում եմ, բայց իրականում մինչև ոչ վերջ։ Շատ իմ ընկերներ տեսնում են ուրիշ բաներ, իմ դրած բեռնագրերին իրանք համաձայն չեն։ Սամվել Զոհրաբյանի ուսանողուհին, ով արդեն կայացած նկարչուհի է, միշտ հիշում ու առաջնորդվում է ուսուցչի խոսքով։ Ես վախենում էի համարձակ նկարելուց, ու ինքը ինձ ասում էր, որ դու երբ որ վերցնում ես մարտիտը, դու պատկերացրու, որ աշխարհի ամենալավ նկարիչն ես։ Երբ որ նկարը կավարտես ու մարտիտը կդնես, մոռացիր այդ ամենի մասին։ Ես հիմա մինչև հիմա կրում եմ այդ խոսքերը իմ գլխում ու միշտ իմ աշակերտներին էլ հենց այդ խոսքերով եմ ուժ տալիս, թեև տալիս, որտեղ դրանք շատ կարևոր են, անակնկալ է այս ամենը, որովհետև միշտ պատկերացրել եմ այլ կերպ իր աշխարհը, իր արվեստը, իսկ հիմա որ տեսնում եմ իրականում այլ տպավորությունը այլ է, շատ ավելի ուրիշ աշխարհ է իր աշխարհը, իր արվեստը։ Այցելուները զրուցում են արվեստագետների հետ, քննարկում նկարների ասելիքը։ Նրանք տպավորված էին ցուցադրության ամբողջ ընթացքով, տեսանյութով, որտեղ ներկայացված էր նկարիչների առօրյան, նրանց կյանքն ու արվեստանոցը, նկարներով, դրանց ասելիքով, ճիշտ ու տեղին դասավորվածությամբ ու երաժշտությամբ, որի ուղեկցությամբ վայելում էին ցուցահանդեսը։ Я сильно впечатлена от мира внутри оболочки. То есть внешние картины очень заставляют стоять рядом с ними и долго рассматривать и погружаться в мир, который хотели они нам показать. И либо какая-то голографическая история, то есть ты смотришь вблизи и видишь только расплывчатую. А когда ты ходишь, то у тебя получается, что ты видишь всю картину целиком. И это погружение меня очень сильно впечатлило. Որին վաղ վիճակվեց լինել այս ցուցահանդեսին, ես հասկացա, որ իրոք բաներ կան, որ ինձ գրավում են, որովհետև ես ինքս նկարում եմ տանը ու տեսնում եմ այստեղ այն ինչ որ իմ մեջ է, հետո նկարիչների հետ շփվելուց հասկացա արդեն, որ մենք մտածելակերպով մոտ ենք իրար ու որպես արվեստի մարդիկ մտածում եմ, որ հետագայում ինձ կգտնեմ այս ոլորտում։ Мне понравилось, что эти картины надо разгадывать. Каждая картина несет в себе какую-то загадку, которую нужно разгадать, понять, и это для меня очень важно. Ցուցադրությունը պատկերասրահում կմնա մինչև նոյեմբերի 26-ը։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։